մարդ ինչպես կարող է միանալ Աստծո հետ։ Երբ որ մարդը կարևոր իր կյանքում այս խնդիրը։ Ասում է մի մարդ գնաց իմաստունի մոտ եւ գանգատվեց, տրտնջաց, ասեց կյանքս կյանք չի։ Անընդհատ անիմաստ, նեղված, խռովված, ոչ մի լավ բան չկա, ամեն ինչ մութ է, սև է, լավ չի կյանքս։ Ինչ անեմ։ Այս իմաստունը մի հատ աթոռ բերեց դրեց սենյակի մեջտեղում, այս մարդուն ասեց նստիր, այս մարդը նստեց։ Հետո ասեց կանգնիր, հետո այդ մարդը կանգնեց, հետո նորից ասեց նստիր, նստեց, ասեց կանգնիր, նստիր, կանգնիր, 5 րոպե այս մարդուն նստացրեց ու կանգնացրեց։ Այս մարդը ներվեց, ասեց դու ինձ ձեռ ես առնում։ Ես եկել եմ լուրջ բանի համար քեզ դիմում եմ որ դու ինձ օգնես, դու ինձ ասում ես նստիր կանգնի։ Ասում եմ ներվեցիր, ասում եմ այո ներվեցի, ասում եմ ինչից ներվեցիր։ Ասում եմ հոգնեցի, չի, ասում եմ չես հոգնել։ Դու ներվել ես, որովհետև քո նստել կանգնելու իմաստը չգիտես, անիմաստ նստում կանգնում ես։ Երբ որ մարդը կյանքը ապրելու իմաստը չգիտի, կյանքը իր համար նպատակային չի, իմաստավորված չի, մարդը նեղվում է։ Մարդը իմաստ չի տեսնում ապրելու մեջ։ Մարդն ասում է, «Էս ինչ ծանր է, էս ինչ դժվար է, էս ինչ անցկալի է»։ Դրա համար իմաստունը ասում է, «Փնտրիր, գտիր կյանքիդ իմաստը։ Փնտրիր, գտիր քյանքիդ նպատակը, որ իմաստ ունենա, այդ դեպքում ոչ վշտերը, ոչ նեղությունները, ոչ փորձությունները քեզ համար ծանր չեն լինի։ Այդ բոլորը կիմաստավորվեն քո գտած կյանքի իմաստի մեջ։ Թե վիշտը, թե նեղությունը, թե փորձությունը, թե հալածանքը եւ ամեն ինչ։ Քանի կյանքիդ իմաստը չես գտել, կյանքդ այդպես է լինելու։ Ուրեմն Աստված մեզ կյանքը տվել է, որ մենք այդ կյանքը իմաստավորված ապրենք։ Եվ ամեն մեկս պիտի գտնենք այդ կյանքի իմաստը։ Կյանքի իմաստը Աստծո հետ մեկ լինելն է, Աստծո հետ միավորվելն է։ Ոչ թե բաժանված լինելն է Աստծո, այլ Աստծո հետ լինելն է, Աստծով լինելն է, Աստծո սիրո մեջ լինելն է։ Էս է կյանքի իմաստը։